Включить. Мгм. Да, значит, был поднят вопрос по длине проповеди. Ա, Հարց բարձրացվեց քարոզների երկարության տևողության հետ կապված։ Есть очень интересная цитата у Иустина Мученика, которая описывает богослужение в первом веке. Հուստինյանոս նահատակից մի հետաքրքիր, շատ հետաքրքիր խոսք ունենք պաշտամունքի հետ կապված։ И он говорит, что христиане собираются на рассвете и читают Писание столько времени, сколько у них есть. Առաջի դարի հետ է սա կապված, այս մեջբերումը ասում է քրիստոնյաները հավաքվում են արևածագին եւ կարդում են Աստվածաշունչը այնքան ժամանակ, ինչքան ժամանակ որ իրենք ունեն։ И что в конце чтения президент, то есть председатель собрания, призывает всех исполнять то, что они слышали. Եվ հետո պատասխանատուն, հա, ժողովի վրա А, վերջում կոչ է անում կատարել այն, ինչ իրենք կարդացին։ То есть дается понимание, что сама проповедь очень короткая, может быть 5 минут. Այսինքն այստեղից այսպես մենք տպավորություն ենք ունենում, որ հենց ինքը քարոզն ինքնին 5 րոպե է տևում։ Мгм. И в православной католической литургии так оно и есть. Там проповедь всего лишь 5 минут. Եվ ուղղափառ ծիսակարգի մեջ հենց այդպես էլ կա, մինչև օրս 5 րոպե է տևում քարոզը։ И это малая часть богослужения. Եվ քարոզը կազմում է ավելի քիչ, զբաղեցնում ավելի քիչ ժամանակ ամբողջ պաշտամունքի մեջ։ Да, во время реформации проповеди станут очень длинными, это станет главной частью богослужения. Իսկ բարեկարգության ժամանակաշրջանում արդեն քարոզները պաշտամունքի ավելի մեծամասնությունը կզբաղեցնեն։ Мгм. Но это частично еще реакция на то, что веками людей не учили. Եվ դա մասնավորապես կլինի արձագանք նրա, որ մարդկանց դարերով չեն սովորեցրել։ То есть эту работу учения церкви, ее приходилось компенсировать, дополнительное время уделять этому. Եվ փաստորեն այնքան ինչքան ժամանակ որ իրենց չեն սովորեցրել, այդ ամբողջ բացը պետք եղավ որ լրացնել, կոմպենսացնել։ Да, то есть надо смотреть по ситуации, надо смотреть на свою паству, на свою церковь. Այսինքն պետք է նայել ըստ իրավիճակի, պետք է նայել քո հովությանը, քո եկեղեցու վիճակին։ И самое лучшее еще проводить опросники, например, раздать тест и спросить у людей, назовите 10 заповедей по памяти. Եվ նաև լավ տարբերակ է մարդկանց ուղակի թղթեր բաժանելը եւ ուղակի ասել գրեք հիշողությունից օրինակ 10 պատվիրանները։ Спросите, о чем книга Левит? Հարցն է ինչի մասին է Ղևտական գիրքը։ Одним предложением. Մի նախադասությամբ գրեք ինչի մասին է Ղևտական գիրքը։ Да, и такой тест проводите раз в год. Եվ այդպիսի տեստ անցկացնել տարին մեկ անգամ։ И смотрите, как график растет. Եվ նայել թե տեսնել թե ինչպես է այդ գրաֆիկը հա աճում։ Мгм. Вообще, обычно статистика довольно-таки плохая. Ու եթե այդպես անեք, ընդհանրապես կարելի է նկատել, որ վիճակագրությունը բավականին վատն է։ Да, то есть как пастыри думают, что их прихожане знают, и как на самом деле получается большой разрыв. Եվ սովորաբար հովիվները մտածում են, որ իրենց եկեղեցու անդամները շատ բան գիտեն, բայց հետո այդ թեստերից հետո իրական պատկերն է բացվում։ Да, но если у вас такие оценки появляются там 80-90%, это очень хороший балл. Բայց եթե 80-90%-անոց արդյունքներ եք ունենում, դա շատ լավ արդյունք է։ То есть видно, что люди они ориентируются в Библии. Այսինքն դա խոսում է այն մասին, որ մարդիկ կարողանում են ճիշտ տեղորոշել Աստվածաշունչում։ Они могут найти место духовное, где в Библии об этом говорится. Նրանք կարողանում են այդ հոգևոր հարցի շուրջ հարցի մասին խոսող հատված Աստվածաշնչից գտնել։ Тогда надо сокращать проповедь. Եթե այդպես է, այդ параграм արդեն պետք է քարոզը կրճատել։ Да, потому что эффективность падает, коэффициент полезного действия падает от длинной проповеди. Այդ էֆեկտիվության ցուցանիշը ընկնում է քարոզի երկարությունից։
Да, и на это очень много исследований есть, и секулярных, и церковных. Եվ այս թեմայի հետ կապված շատ հետազոտություններ կան, թե աշխարհիկ հետազոտություններ, թե եկեղեցական։ Мгм. И 20-25 минут это получается обычно самые лучшие рамки. Եվ սովորաբար 20-ից 25 րոպեն ստացվում է, որ լավագույն ժամանակահատվածն է լինում։ Если взять все обращения, которые изменили мир, все речи великих людей, великие речи, Եթե վերցնենք այն բոլոր պատգամները, որոնք որ մեծ մարդկանց բոլոր պատգամները, որոնք որ փոխել են աշխարհը, да, например, речи Черчилля, օրինակ, եթե վերցնենք Չերչիլի պատգամները, речи Линкольна, Լինկոլնի պատգամները, да, они все меньше 20 минут. դրանք բոլորը 20 րոպեից քիչ են իրենց տևողությամբ։ Все проповеди, которые в Библии, они меньше 20 минут. Բոլոր Աստվածաշնչում տեղ գտած քարոզները 20 րոպեից քիչ են։ Да, я думаю, здесь самый лучший совет это от Августина. Ես կարծում եմ, որ այստեղ այս պարագայում ամենալավ խորհուրդը Օգոստինոսից է։ Да, он говорит, что проповедник должен быть готов говорить много, Նա ասում է, որ քարոզիչը պետք է պատրաստ լինի երկար քարոզել, երկար խոսել, но что он должен смотреть на свою паству. բայց նաև նա պետք է նայի իր հովական նայի իր եկեղեցական համայնքին, որի վրա որ հովվում է։ Да, и когда они кивают, что им понятно стало, что они понимают, что он им говорит, Եվ եթե կարծականք, որ իրենք հասկանում են ինչ է հովիվը ասում, сразу садится. պետք է անմիջապես արդեն նստել, դադարել քարոզել։ Да. То есть минимально слов для понимания, и все. Այսինքն մինիմալ բառեր, հա, ուղղակի հասկանալու համար, որ այնքան ինչքան որ մարդիկ կհասկանան։ И в целом они довольно-таки коротенькие, его проповеди. Եվ ընդհանուր առմամբ իր քարոզներն էլ բավականաչափ կարճ են, բավական По կարճ, сравнению с Кальвином. եթե Կալվինի հետ համեմատենք։ Да. Но я думаю, что Августину досталась церковь более образованная, чем Кальвину досталась. Բայց ես կարծում եմ, որ Օգոստինոսի ժառանգած եկեղեցին ավելի կրթված էր, քան այն եկեղեցի, որ ժառանգել էր Կալվինը։ Да. То есть Кальвину приходится доделывать, дорабатывать то, что не было сделано раньше. Այսինքն Կալվինը արդեն ստիպված էր անել այն աշխատանքը, լրացնել այն բացը, որ իրենից առաջ ուղղակի չէր արվել։ Շատ շնորհակալություն, շատ կարևոր տեղեկություններ էին, ու եթե մի քանի խորհուրդ կունենա գրքերի անունների տեսքով, մեզ փոխանցի իմանանք որտեղից ավելի դրա վերաբերյալ կարողանանք մանրամասն ուսումնասիրել, բայց ինչ որ ասեց հասկանալի էր ու շատ օգտակար։ Աղբյուրներ, Հա, брать Дима, то, что вы сказали, очень нам было полезно. Но если у вас в памяти есть какие-то источники, из которых мы можем достать больше информации на эту тему, можете сказать нам просто и поделиться с нами в чате. Да, хорошо. Я преподаю гомилетику иногда. Ես շատ լավ, ես ժամանակ առ ժամանակ հոմիլետիկա եմ դասավանդում։ Да, и я сам учился как бы в Америке. Сейчас один стандартный текст по гомилетике это Хаддена Робинсона «Изъяснительная проповедь». Ես Ամերիկայում եմ սովորել եւ մի այսպես ստանդարտ կա Հադեն Ռոբերտսոնի բացատրական քարոզը։ И он специалист, то есть очень тяжело добавить что-либо к тому, что он говорит. Այսինքն նա հանդիսանում է մասնագետ, եւ շատ դժվար է ավելացնել իր ասածներին այն ամենին, ինչ որ նա արդեն ասում է։ Это проповедник нашего поколения, и он по длине проповеди тоже очень четко объясняет, как подбирать длину. Նա մեր օրերի քարոզիչ է, մեր օրերի դասավանդող է եւ ինքն էլ այդ ամենին եւ դժվար է ավելացնել այն ամենին, ինչ ասում է։ Да, я впишу его имя. Робинсон. Լավ, իսկ ավելի կարելի ասել։ Ես հիմա իր անունը կգրեմ։
Ավելի 15-րդ դարից սկսած կամ դրանից առաջ է, որովհետև եթե տեղեկություններ կան գրքերի տեսքով, մեկ-երկու բան էլ ասի, շատ լավ կլինի։ И спасибо большое. Но если из предыдущих веков тоже есть имена, можете тоже это описать. Да, хорошо, я пошлю потом просто. У меня есть библиография по этой теме, я могу просто библиографию сбросить. Все, спасибо. Мгм. Да, если я забуду, напомните мне потом по WhatsApp. Եթե մոռանամ, հետո ինձ WhatsApp-ով հիշեցրեք ուղղակի։ Хорошо. Хорошо, парочку цитат из отцов церкви. Շատ лав, մի քանի մեջ բերում եկեղեցու հայրերից, Да, Иероним, Հերոնիմոսը, это тот, кто перевел вульгату латинскую. դա այն ազնվորությունն է, ով վուլգատան թարգմանեց լատիներենով։ Да, он написал, что пресвитер, староста равен епископу. Նա գրեց, որ երեցը հավասար է եպիսկոպոսին, И что прежде дробления церкви под влиянием дьявола, церкви управляли советом старост. եւ որ գրեց, որ մինչև սատանայի կողմից այդ ճնշումներին ենթարկվել է եկեղեցին կառավարվում էր ծերերի խորհրդով։ Да, то есть он говорит, что пресвитерианское управление было древним, что оно до иерархии католической. Այսինքն նա ասում է, որ այսպիսի երիցական կառավարման մոդելը ավելի հին է, քան կաթոլիկ հիերարխիկ մոդելը։ Да, и в письме 146 он тоже пишет, что епископам следует понимать, что их превосходство над старостами образовалось более из-за традиции, чем из-за наставления Господа. Եվ նա նաև գրում է, որ եպիսկոպոսները պետք է հասկանան, որ իրենց առավելությունը, ավելի բարձր դիրքը երեցներից ձևավորվել է ավելի շատ ավանդությունից, քան տիրոջ թողած այդ ժառանգությունից։ Да, то есть здесь у Кальвина принцип гуманистов. Այսինքն այստեղ Կալվինը ունի հումանիստական սկզբունքներ, От Фонтес возвращаемся к истокам. հետ են գնում աղբյուրներին ad fontes այդ գաղափարը։ Да, то есть как раньше управлялась церковь, она управлялась советом пресвитеров. Այսինքն ինչպես էր այն ժամանակ եկեղեցին կառավարվում էր երիցական խորհրդով։ И он поэтому говорит, я не придумаю что-то новое, это не инновация, это возвращение. Եվ նա դրա համար կարողանում է ասել, որ ես նոր բան չեմ հնարում, սա նորարարություն, նորամուծություն չէ, ես ուղղակի հետ եմ վերադառնում աղբյուրներին։ Да, давайте поговорим немножко про кальвинизм. Եկեք մի քիչ ուղղակի խոսենք կալվինիզմի մասին։ Да, что мы уже сказали, что он образовался как труд Феодора Безы после смерти Кальвина. Մենք արդեն մի փոքր նշեցինք, որ որպես աշխատություն այն ավելի ձևավորվել է Կալվինի մահից հետո Թեոդոր Բեզայի ջանքերով И он стал очень-очень популярным. եւ դարձավ շատ հայտնի։ Практически все университеты Европы начинают преподавать кальвинизм как правильное богословие. Եվ գործնականում Եվրոպայի բոլոր համալսարանները սկսում են դասավանդել կալվինիզմը որպես ճիշտ աստվածաբանություն։ И находятся люди, которые выступают против этого, такие как Яков Армений. Եվ հայտնում են մարդիկ, ովքեր դրան դեմ են հանդես գալիս, մարդիկ ինչպիսիք են օրինակ Հակոբ Արմինիուսը։ И они выдвигают 5 тезисов ремонстрантов против кальвинизма. Եվ նրանք այս բողոքողների, ռեմոնստրանտների 5 թեզիսներ են առաջ քաշում կալվինիզմին։ Да, вот эти их 5 тезисов не полная греховность. Եվ ահա նրանց այս 5 թեզիսները, այվ առաջինը դրանցից այն է, որ մարդու ապականությունը ամբողջական չի, մարդը ամբողջական չի ապականված։ Условное избрание. Երկրորդը մարդու պայմանական ընտրությունն է, что Господь видит будущие благие дела и на основании будущего избирает человека.
Եվ որ Աստված տեսնում է մարդու բարի գործերը նախորոք եւ ընտրում է իրենց Неограниченное искупление, անսահմանափակ քավությունը, что Господь искупил весь мир, и что Он умер для всего мира. այն որ Տերը քավեց ողջ աշխարհը, մահացավ ողջ աշխարհի համար։ Четвертое, преодолимая благодать, Չորրորդը հաղթահարելի շնորհք, այսպես ասած, да, что люди могут противиться Божьей благодати, что Бог дает благодать, а люди могут отказываться, не принимать ее. Այսինքն Աստված տալիս է շնորհք, բայց մարդիկ կարող են իրենց ազատ կամքով դեմ կանգնել, դիմակայել այդ շնորհքին։ Да. И последнее, условная стойкость святых. Եվ վերջում սրբերի պայմանական հարատևությունը, Что человек верующий может от веры отпасть. եւ որ մարդը կարող է հավատքից ընկնել, Что он стоит в вере только пока он держится за Бога. որ մարդը ինչքան ժամանակ որ Աստծուց կարճած է, այդքան ժամանակ է միայն մնում հավատքի մեջ։ Мгм. И кальвинисты уже дают ответ этим 5 тезисам, они дают 5 пунктов кальвинизма. Եվ արդեն կալվինականները 5 կետերով տալիս են իրենց հակադարձումը սրան, Которые всем очень известны. որ բոլորին շատ հայտնի է։ Значит, здесь стоит понимать, что Кальвин эти пункты не писал. Այստեղ կարող է հասկանալ, որ Կալվինը չի գրել այս կետերը, И что эти пункты — это реакция на тезисы ремонстрантов. եւ որ պետք է հասկանալ, որ այս կետերը արձագանքն էին ռեմոնստրանտների այդ թեզիսներին, И что эти пункты — это академическая система в процессе академического спора. եւ որ այս կետերը ակադեմիական բանավիճերի արդյունքում առաջացած ակադեմիական պատասխան են հանդիսանում։ Да, то есть сегодня эти споры по этим пунктам продолжают, не прекращаются никогда. Այսինքն այսօր էլ այս կետերի հետ կապված բանավեճերը երբեք չեն авարտվել, շարունակվում են։ Да, но у самого Кальвина в систематике очень тяжело четко их найти все 5. Բայց Կալվինի համակարգում աստվածաբանության շատ դժվար է հստակ այսինքն գտնելը։ И можно найти цитаты и пояснения Кальвина, которые даже противоречат этим 5. Եվ անգամ կարելի է Կալվինից մեջբերումներ բերել, որոնք որ հակասում են այս գաղափարին։ Опять же, почему? Կրկին անգամ հարցնանք մեզ ինչու։ Потому что Кальвин старался не создавать новую систему. Որովհետև Կալվինը ցկտում էր նոր համակարգ չհիմնել։ Он старался держаться очень близко к Писаниям и очень близко к отцам церкви. Նա փորձում էր եկեղեցու հայրերին շատ մոտ լինել եւ սուրբ գրքին հավատարիմ մնալ։ И он, конечно же, не хотел бы, чтобы когда-то была система, которая называется его именем, кальвинизм. Իհարկե նա չէր ուզենա, որ երբևիցե առաջ գար մի համակարգ, որը կկոչվեր իր անունով կալվինականություն։ Так же, как и Лютер не хотел, чтобы назвали какое-то богословие лютеранизмом. Այնպես ինչպես Լյութերն էլ չէր ցանկանում, որ երբևէ գոյություն ունենա մի աստվածաբանություն, որին կանվանեն լյութերականություն։ Да, и тот хотели, чтобы было богословие верное. Թե մեկը, թե մյուսը ցանկանում էին, որ լինի ճիշտ աստվածաբանություն։ И чтобы оно выражало четко Писание и сложности, которые есть в Писании, чтобы они тоже оставались неразрешенными в богословии. Եվ որ իրենք Можно еще раз, пожалуйста? Да, что сложности, которые мы видим в Писании, сложности понимания Писаний, что богословие не разрешает их полностью. Եվ նրանք գիտակցում են, որ կան աստվածաշնչում այնպիսի հատվածներ, որոնք որ բարդ են անցալու համար եւ աստվածաբանությունը ամբողջապես չի լուծում, վերջակետ չի դնում, այսպես ասած, իր լուծումներով այդ հարցերին։ Да, что богословие в первую очередь должно служить развитию веры. Եվ իրենք կարծում են, որ աստվածաբանությունը առաջին հերթին պետք է հավատի զարգացմանը ծառայի и не объяснять больше, чем это необходимо. Եվ չբացատրի ավելին, քան պետք է։ Да, поэтому Кальвин, он гораздо более аккуратный во всем.
Դրա համար Կալվինը շատ ավելի զուսպ է ամեն ինչում։ Да, например, он четко, абсолютно безоговорочно верил в свободу человека. Եվ Կալվինը առանց տատանման անպայման հավատում էր մարդու ազատությանը։ И в проповеди, и в институтах христианской веры. Թե իր քարոզների մեջ, թե իր քրիստոնեական հավատի իմունքների մեջ Мгм. То есть он говорил, что человек свободно делает выбор. այսինքն նա ասում էր, որ մարդը ազատ է անում ընտրություն։ Да, и потом он объясняет суверенитет Божий из Писаний. Եվ հետո նա աստվածային գերիշխանությունը մեկնում է բացատրում է Աստվածաշնչից։ И он прям поднимает этот вопрос, где же заканчивается свобода человека, где начинается суверенитет Божий. Եվ նա հենց այդ հարցը բարձրացնում է, որտեղ է ավարտվում Աստծո գերիշխանությունը, որտեղ է սկսվում մարդկային ազատությունը։ Да, и он говорит, я вам сейчас покажу из Писаний. Եվ նա ասում է, հիմա ես ձեզ ցույց կտամ Սուրբ Գրքից։ И он приводит один пример, второй пример, третий пример. Եվ նա բերում է առաջին օրինակը, երկրորդ, երրորդ օրինակը։ Да, то есть, понимаете, это библейское богословие. Այսինքն հասկանում եք, սա աստվածաշնչյան աստվածաբանություն է։ Да, поэтому если мы вступаем в эти споры, Դրա համար եթե մենք մտնում ենք այդ բանավեճերի մեջ, очень важно не просто сохранить какую-то структуру или какую-то систему, շատ կարևոր է ոչ թե միայն պահպանել ինչ որ համակարգ, а методику. այլ կարևոր է պահպանել մեթոդիկան։ Да, да. А методика — это библейское богословие. Իսկ մեթոդը դա աստվածաշնչյան աստվածաբանությունն է։ Да, то есть Писание объясняет Писание. Այսինքն Սուրբ Գիրքը մեկնում է Սուրբ Գիրքը։ Мгм. Хорошо, мы закрываем тему Кальвина, кальвинизма. Есть какие-то Да. вопросы? Մենք փակում ենք Կալվին եւ կալվինականության հարցը, կան ինչ որ հարցեր։ Մի հարց, այսինքն որքան դասախոսը գիտի, արդյոք ճիշտ կլինի ասել, որ Կալվինի աստվածաբանությունը փրկagorցության մասին եղել է խոսելով մարդու պատասխանատվության մասին եւս եւ նախասահմանության մասին եւս հավասար։ Այսինքն կարելի է ասենց բան ասել թե ոչ, հա։ Իր աստվածաբանության եզրահանգման մասին, էլի։ Ага, окей. То есть лично в вашем системе, ну, как вы верите, можно сказать, вы бы сказали, что Кальвин столько же уделял внимание человеческому свободу человеческой воли, столько он дал бы суверенитету Бога. То есть Я думаю, они идут один с другим или... Мгм. Да, у Кальвина у всего, что происходит, есть всегда есть два фактора. Կալվինի մոտ ինչ որ տեղի ունենում միշտ երկու ֆակտորներ կան։ Да, например, в притчах есть текст, что бросают кости, но как они упадут от Господа. Այսինքն առակացի մեջ կա հատված, որ զարգացվում է, վիճակը գծվում է, բայց թե ինչ կլինի, դա արդեն Աստծուց է։ Да, то есть когда бросают жребий, когда бросают кубики, как он упадет, это вопрос физики, гравитации и содействия тел. Այսինքն երբ որ այդ զառերը նետվում են, հարցը ֆիզիկային է պատկանում, թե ինչ կերպով նրանք կընկնեն իրենց ձգողականությունը, գրավիտացիան, մարմինների շփումը, դրանք կապ ունեն նրա հետ, թե ինչ կերպով վերջում կլինի այդ արդյունքը։ Да, и Господь, например, знает, что мы бросим 2 кубика, и там будет число 11. Իսկ Աստված գիտի, որ երբ որ մենք երկու այդ զառը նետում ենք, այնտեղ կլինի 11 թիվը։ Он это знает, потому что он математически знает все переменные физических уравнений. Նա դա գիտի, որովհետև նա гитի բոլոր հավասարումները В совершенстве. կատարելության մեջ։ Но он не меняет эти правила игры, то есть он не подкручивает кубик сам, как ему надо.
բայց նա չի փոխում այդ զառը, չի թեքում այնպես ինչպես նա է ուզում։ Да, то есть он не посылает ангела, чтобы тот перевернул кубик на 11. Նա չի ուղարկում, այսինքն ինչ որ հրեշտակ, որ փոխի զառը 11 թվի վրա։ Да, то есть он действует соответственно своему плану, потому что он знает, как все будет. Այսինքն նա իր ծրագրով է գործում, որովհետև գիտի թե ոնց կլինի։ Да. И здесь Кальвин, он проводит параллели с духовными вещами, что человек, он не знает, он принимает решения свободно, и Господь знает, какие решения он примет, но он не заставляет человека эти решения принимать. Այսինքն մարդը հոգևոր աշխարհում կայացնում է որոշումներ, Աստված գիտի ինչ որոշումներ է կայացնելու, բայց նա չի ստիպում մարդուն այդ որոշումները կայացնել։ Да, и это можно назвать неполным объяснением. Սա կարելի է ոչ ամբողջական բացատրություն անվանել։ Где-то несколько лет назад я прочитал труды Луиса Малины. Луис Малина. Այն տարի առաջ ես Լուիս Մալինայի աշխատությունները կարդացի, Да, это католический священник, который был современником Кальвина. Մոլինան ինքը կաթոլիկ քահանա էր, ով Կալվինի ժամանակակիցն էր։ И он дает свой подход, свое решение, и он знал про аргументы Кальвина. Եվ ինքը տալիս է իր մոտեցումը, իր որոշումները եւ գիտի Կալվինի փաստարկների մասին։ Да, его объяснение очень интересно, их популяризовал Уильям Лейн Крейг, это очень известный апологет. Եվ իր այդ գաղափարները շատ հայտնի են եւ Ուիլյամ Լեյն Քրեյգը շատ հայտնի մի աստվածաբան ավելի հայտնիացրեց, հա, այդ գաղափարները։ Да, и он объясняет больше, чем объясняет Кальвин. Եվ նա ավելի շատ բան է բացատրում, քան Կալվինն է բացատրում։ Да, потому что он как это определяет, что Бог создал мир. Եվ ինչպես է նա դրա սահմանում է տալիս, որ Աստված ստեղծեց աշխարհը, но он создал такой мир из миллиона всех возможных миров, которые он знал, какие могут быть. Բայց Աստված ստեղծեց աշխարհը հաշվի առնելով այն միլիոնավոր հնարավորություն, հավանականությունները, որ կարող են լինել։ И он избрал такой мир, где его воля исполняется. Это вы малонизм сейчас объясните? Այս համակարգն է, մոլոնիստական համակարգն է, որ այսինքն Աստված, sense իմ հասկացողությամբ, ասեմ ինչքան, ինքը Աստված գիտի միլիոնավոր հնարավոր տարբերակներ գեզերքների գոյության հետ կապված եւ նա իր կանխագիտությամբ ընտրել է հենց ստեղծել այս մեկը։ Да, где все решения свободные. Եվ հենց այս իր ստեղծած այս մոլորակը այն մեկն է, որտեղ որ բոլոր որոշումները ազատ են, ազատորեն են։ Да, в том числе выбор Бога, выбор мира тоже свободный. Այդ թվում նաև Աստծո այս աշխարհը կառուցելու որոշումները ազատորեն արված։ Да, то есть мне это объяснение очень нравится. Ինձ այս բացատրությունը շատ է դուր գալիս։ Кальвин же до этого не доходил. Он на самом деле оставил это трение неразрешенным. Он оставил это парадоксом. Եվ Կալվինը այդտեղ չի հատնում, Կալվինը այդ խնդիրը բաց է թողնում, որպես պարադոքս լարվածության մեջ է թողնում։ Он просто из Писаний показывает, что человек свободен. Նա ուղղակի ցույց է տալիս, որ մարդը ազատ է։ И он уделяет гораздо больше внимания божественному суверенитету. Եվ նա ուղղակի շատ ժամանակ է տրամադրում աստվածային գերիշխանության բացատրությանը։ Да, но как он сам говорит, что он не разрешает этот вопрос. Եվ ինչպես որ նա է ասում, ինքը չի վերջնական այդ հարցը լուծում։ Он просто ставит рамки. Նա ուղղակի դնում է այդ սահմանները։ То есть в каких рамках у человека есть свобода и в каких рамках у Господа суверенитет. Այսինքն ինչքան է չափը, հա, մարդկային ազատության եւ ինչ կերպով է գործում աստվածային գերիշխանությունը։ И он эти вещи не называет одинаковыми или равными. Не называет равными, да. Եվ նա այս երկուսը չի անվանում հավասար, հա, հավասարազոր բաներ։
То есть у человека вот столько свободы, Այսինքն այսքան ունի մարդը ազատություն, а у Бога вот столько очень много суверенитета. իսկ Աստված այսքան, այսինքն շատ ունի գերիշխանություն։ Мгм. Спасибо. Так, хорошо, давайте продолжим. У нас следующая тема — пиетизм. Շատ լավ, եկեք շարունակենք մեր մոտ հաջորդ թեման պիետիզմն է։ Мгм. И сейчас я быстренько сброшу конспект. Ես հիմա արագ կոնսպեկտը կուղարկեմ։ Значит, пиетизм — это движение, которое начинается в Германии. Շատ լավ, պիետիզմը շարժումը, որ սկսվում է Գերմանիայում, И это реакция на сухую ортодоксальность в церквях протестантской Европы. սա արձագանք էր բողոքական Եվրոպայի այդ չոր ուղղադավանությանը։ Պիետիզմը այսինքն ինքը բարեպաշտականություն է։ Европа реформируется, Եվրոպան բարեկարգվում է, но многим людям реформированная церковь не кажется сильно лучше, чем бывшая католическая. եւ բայց շատերին բարեկարգված եկեղեցին շատերի աչքին բարեկարգված եկեղեցին ոչ մի բանով ավելի լավը չի լինում, քան կաթոլիկ եկեղեցիները։ То есть что-то тут не так, чего-то не хватает. Այսինքն ինչ որ բան այստեղ այն չէ, ինչ որ бан պակաս է։ И одна из проблем это в том, что церковь очень формальная, и она очень как бы внешне правильная, но у нее нету духа любви. Այսինքն եկեղեցին, այսպես ասած, արտակուստ շատ ֆորմալ կերպով ճիշտ է, Мгм. բայց չկա այդ ներքին կյանք, այդ սերը։ И у магистерской реформации есть еще одна проблема. Եվ մագիստրալ բարեկարգության էլ եւս մեկ խնդիր կա։ Потому что политические власти, принц и городской совет, они оказывают очень большое влияние на церковь. Որ քաղաքի խորհուրդը եւ իշխանությունները տեղական շատ մեծ ազդեցություն ունեն եկեղեցու վրա։ И очень многим христианам это не нравится. Եվ շատ քրիստոնեերին դա դուր չի գալիս։ Но они не знают, что с этим делать. Եվ նրանք չգիտեն, թե ինչ անեն դրա հետ։ И это движение, оно становится неформальным, оно переходит в домашние группы. Եվ դա ցույց այս շարժումը դառնում է ոչ պաշտոնական եւ տնային փոքր խմբեր է անցնում։ И оно направлено на то, не то чтобы просто была ортодоксия, а чтобы была еще ортопраксия, то есть правильное поведение. Եվ այս շարժման նպատակն այն էր, որ ոչ միայն լինի օրթոդոքսիա, այսինքն ուղղադավանություն, այլ լինի նաև օրթոպրաքսիա, ճիշտ կիրառություն։ Чтобы чувствовался Дух Христа, чтобы чувствовалось присутствие Святого Духа. Որպեսզի Քրիստոսի ներկայությունը, Սուրբ Հոգու ներկայությունը զգացվի պաշտոնների ժամանակ։ А не просто правильное богословие, то есть правильного богословия недостаточно. Ոչ թե միայն լինի ճիշտ աստվածաբանություն, այսինքն միայն ճիշտ աստվածաբանությունը հերիք չի, բավական չի։ Да, и оно в основе имеет стремление подражать Христу во всем. Եվ իր հիմքում ընկած է Քրիստոսին, հետևելը Քրիստոսի նման ցանկանալ լինելը ամեն ինչում։ Да. Оно началось в лютеранских приходах. Եվ սկսվեց լյութերանական շրջաններից, И частично потому, что не у всех лютеран есть такой хороший пастор, как Лютер. եւ մասամբ սա նրանով էր պայմանավորված, որ ոչ բոլոր լյութերականներ ունեին այնպիսի լավ հովիվ, ինչպիսին էր Լյութերը։ Потому что не все пастыря одинаково способны. Եվ որ ոչ բոլոր հովիվներն էին իրենց ունակությամբ հավասար։ Не все пастыря одинаково посвящены. Եվ ոչ բոլոր հովիվներն են
հավասարապես նվիրված։ И есть пастыря-карьеристы. Ես պատրիա Карьеристы, которые просто занимаются карьерой. կարիերանո հովիվներ կան, ովքեր որ իրենց կարիերային են նայում, И их никак не сместить. То есть, если совет городской их держит, с ними ничего не сделаешь, их не уберешь. եւ եթե այսինքն դնում է Мгм. Поэтому реформация уже продолжается как процесс личного возрастания, который выходит за рамки формальных церковных встреч. դրա արդյունքում բարեկարգությունը դառնում է ավելի շատ անձնական կյանքի բարելավում հոգևոր առումով եւ Да. դուրս է գալիս այդ պաշտոնական եկեղեցական սահմաններից И оно повлияло на все потоки реформаторские. եւ այս հանգամանքը ազդել է բարեկարգության բոլոր թափերի վրա ինչքան թափ որ եղել է բարեկարգության դրանց վրա ազդել է В том числе и на католиков. Есть католики-пиетисты. այդ թվում նաեւ կաթոլիկների շրջանում նաեւ պիետիստներ այսինքն այսպեսի բարեպաշտական ուղղվածության կաթոլիկներ կային Мгм. Вот буквально два самых ярких персонажа — это Мено Симонс երկու այսպիսի վառ անհատականություններից են Մենո Սիմոնսը, и Яков Шпенер. Հակոբ Շվեները, Да, Мено Симонс — это выдающийся лидер анабаптистского движения в Нидерландах. Նիդերլանդներում Մենո Սիմոնսը առաջատար անաբապտիստական շարժման կարկառուն դեմքերից էր, առաջատարներից էր։ Он был таким человеком, к которому просто не придраться. Նա այնպիսի մարդկանցից էր, որոնց ոչ մի բանով չէին կարող կպնել, ոչ մի բան չկար իրեն ասելու։ Очень святой, очень добрый, очень приятный человек. Շատ սուրբ, բարի, լավ մարդ էր։ Он известен за пацифизм, Նա իր պացիֆիզմով է հայտնի, но второе — за развитие и применение богословия, свободы совести. եւ երկրորդը ինչով է նա հայտնի, խղճի ազատության իր աստվածաբանության զարգացմամբ է հայտնի։ То есть это пастырь, который берет этот концепт свободы совести у Лютера и говорит, что Лютер это сказал, но он не понял даже, что он сказал. Այսինքն սա հովիվ է, որ վերցնում է այդ կոնցեպտը, այդ գաղափարը եւ ասում է, այո, Լյութերի մոծակար խոսքի մակարդակով, բայց նա անգամ չէր էլ հասկանում գործնականում ցույց չտվեց ու չէր հասկանում թե ինչ էր ասում։ И он строит систему духовности христианской на концепте свободы совести. Եվ նա քրիստոնեական հոգևոր գաղափարախոսություն է հիմնում հենց խղճի ազատության այդ գաղափարախոսության վրա։ Да, под его влиянием анабаптизм объединился и стал как бы целостным движением. Իր օրոք, հա, իր ազդեցության տակ անաբապտիստական այդ շարժումը համախմբվեց եւ դարձավ մի ամբողջական շարժում։ И также он сделал пацифизм популярным. Եվ նաեւ նա այս պացիֆիզմը դարձրեց հայտնի։ На основе Писания. То есть он это не просто объявил, он это умел хорошо обосновать Писанием. Եվ իհարկե Սուրբ գրքի հիման վրա, այսինքն նա ոչ միայն դա ասում էր, այլ նաեւ լավ հաստատում էր Սուրբ գրքով։ Да, его последователи известны как меннониты. Իր հետևորդները հայտնի են մենոնիտներ անունով։ Если вам интересно, вот эти два произведения его самые базовые. Եվ եթե տեսնեք այս երկու աշխատությունները իր ամենահիմքայիններն են, Фундамент христианского учения и духовное воскресение. քրիստոնեական ուսմունքի հիմքը եւ հոգեվոր հարությունը։ Այս երկու աշխատությունները։ Да, второй самый влиятельный — это Филипп Яков Шпенер. Երկրորդ ազդեցիկ դեմքն է Ֆիլիպ Հակոբ Շպեները։ Это лютеранский богослов, его называют отцом пиетизма. Լյութերական աստվածաբան էր, ում անվանում են այս բարեպաշտական շարժման հայրը։ Он был старшим пастором Франкфурта в Германии. Նա Գերմանիայի Ֆրանկֆուրտի ավագ հովիվներ։
И он учил своих пастырей, что недостаточно проповедовать, этого мало. Եվ նա իր հովիվներին սովորեցնում էր, որ միայն քարոզելը հերիք չի դա քիչ է մենակ քարոզելը։ Он говорит, чтобы учение было эффективным, нужны обязательно малые группы. Եվ նա սովորեցնում էր, որ որպեսզի ուսմունքը դառնա ավելի էֆեկտիվ, պետք է նաև անցկացվեն փոքր խմբեր։ Да, и что на малых группах нужно изучать не просто богословие, а нужно еще его применять к практике. Եվ он ասում էր, որ այդ փոքր խմբերում հերիք չի միայն աստվածաբանությունը սովորելը, այլ պետք է նաև այնտեղ դրանք կյանքի կոչենք, այսինքն գործնական կիրառության անցնենք։ Да, то есть он открыто критикует академию реформаторскую. Այսինքն այսպիսով նա բացահայտորեն քննադատում է բողոքական ակադեմիկոսությունը, ակադեմիականությունը։ Да, он им объясняет, смотрите, вы убрали католическую систему. Նա այսպես բացատրում է, ասում է, տեսեք, դուք կաթոլիկ այդ գաղափարը Вместо нее вы поставили свою систему. մերձեցիք, դուրս թողեցիք ու դրա փոխարեն ձեր համակարգը դրեցիք։ А мало что поменялось. Եվ դրա արդյունքում քիչ բան փոխվեց։ То есть какой-то город раньше был католический, Այսինքն ինչ որ քաղաք նախկինում կաթոլիկ էր, а потом его объявляют протестантским, հետո արդեն իրեն հայտարարում են բողոքական, а по сути все то же самое. իսկ էապես ամեն բան նույնն է մնում։ То есть жизни людей не особо поменялись. Այսինքն մարդկանց կյանքերը առանձնապես չեն փոխվում։ И когда едешь из одного графства в другое, одно католическое, другое протестантское, не видишь особой разницы. Եվ երբ որ մի դեպքությունից մյուսն ես անցնում, որը նախկինը կաթոլիկ էր, հաջորդը արդեն բողոքական, դու չես զգում տարբերություն։ И он объясняет, он говорит, разница должна быть видна сразу. Եվ նա բացատրում է, ասում է, տարբերությունը պետք է միանգամից երևա։ Под его влиянием основывают университет в Галлии и рождается интерес к миссиям среди протестантов. Իր ազդեցության տակ Գալիայում հիմնվում է համալսարան եւ արդեն սկսվում է միսիոներական շարժում բողոքականության շրջանակներում։ Да. То есть без Шпеннера, наверное, не было бы современного движения миссиологического. Այսինքն եթե չլիներ Շպեները, մեր օրերի այդ միսիոներական գործողությունը չէր լինի։ Там прямая связь. Որովհետեւ անմիջական կապ կա։ То есть как только заходит вопрос практики, то есть как я буду применять Писание, это сразу рождает миссию. Այսինքն այն պայից երբ որ դու հարց ես տալիս ես ինչպես կիրառեմ սուրբ գիրքը, արդեն այդտեղից ծնվում է հարցը միսիայի մասին։ Вот эта картина Якова Шпеннера. Դա տեսնում եք նկարը Յակոբ Շպեների։ Для анабаптистов Мено Симмонс был как бы пастырем. Անաբապտիստների համար Մենո Սիմոնսը ինչպես հովիվ էր, А Шпеннер был систематиком. իսկ Շպեները համակարգող։ То есть это такая же пара, как Лютер и Кальвин. Այսինքն սա այնպեսի մի զույգ է, ինչպես որ Լյութերն ու Կալվին։ Да, то есть один дает систематическое учение, а другой показывает, как это исполнять. Այսինքն մեկը համակարգված ուսումն է, առաջ բերում, իսկ մյուսը ցույց է տալիս, թե ինչպես դա կիրառել։ Да. И вот здесь это известная его цитата: «Я не желаю реформации догматики, я желаю реформации жизни». Եվ ահա այստեղ իր հայտնի մեջբերումը, ես չեմ ցանկանում բարեկարգել ուսմունքը, ես ցանկանում եմ բարեկարգել կյանքերը։ То есть он просто им объясняет, что если вы просто поменяли свою веру, просто свои мыслительные процессы, это вообще мало чего значит. Այսինքն սրանով նա ասում է, որ եթե դուք ուղղակի փոխել եք ձեր տեսակետները հավատքի հետ կապված, բայց ձեր գործնականում ոչ մի չի փոխվել, դա իմաստ չունի։ И что процесс реформации, он должен поменять поведение, и тогда он закончен. Եվ ասում էր, որ բարեկարգության այս ընթացքը պետք է
ազդի մարդու կյանքի վրա, պետք է մարդու կյանքը բարեփոխի եւ դրանից հետո արդեն կարելի կլինի համարել ավարտված։ Да. И он издает книгу, которая называется «Pia Desideria». Եվ նա թողարկում է գիրք, որը կոչվում է Pia Desideria։ Pia значит святые, Pia նշանակում է и սրբեր, Desideria значит желания, святые желания. Desideria նշանակում է ցանկություններ, այսինքն սուրբ ցանկություններ։ То есть от этой книги название движения «Пиетизм». Եվ այս գրքից էլ արդեն գալիս է շարժման անվանումը պիետիզմ։ То есть что оно означает? Он означает личная святость. Եվ ինչ է այն нշանակում։ Նշանակում է անձնական սրբություն։ Что вопрос личной святости, он выше и важнее, чем вопрос принадлежности к правильному богословию. Այսինքն այս տեսակետով անձնական српությունը ավելի բարձր է, քան պատկանելիությունը ճիշտ աստվածաբանական համակարգին։ Мгм. Вот это основные тезисы этой книги. Եվ ահա սրանք են գլխավոր թեզիսները այս գրքի։ Да, Библию стоит изучать дома вместе с другими. Առաջինը, որ Աստվածաշունչը արդի ուսումնասիրել տանը մնացածների հետ, Что правильная практика рождается в процессе обсуждения Библии. եւ որ ճիշտ կիրառությունը ծնվում է Աստվածաշունչի քննարկումներից։ Да, второе, что мирянам стоит принять больше участия во всех служениях церкви. Եվ որ սովորական մարդկանց պետք է ներգրավվել եկեղեցու ծառայությունների մեջ արդեն ավելի շատ, Не быть просто наблюдателями церковного служения, а быть участниками церковного служения. միտքային է, որ եկեղեցու անդամները, որոնք սովորական իմաստով, այսինքն որոնք չունեն եկեղեցական կարգ, չլինեն ուղղակի եկեղեցի հաճախողներ, այլ լինեն դրա մասը գործունեության հետ կապված։ Да, третье, что знание о Боге стоит применять сразу и с усердием. Եվ երրորդը գիտելիք Աստծո մասին պետք է կիրառվի միանգամից եւ պետք է կիրառվի ջանալով։ Да, то есть это вразрез академической системе. То есть это В противоположность академической системе. այսինքն սա մի այսպիսի հակակշիռ է տալիս ակադեմիական այդ աստվածաբանությանը։ Да, то есть в академии обычно человек учится сколько-то лет, а потом он переходит в практику. Այսինքն ակադեմիական ոլորտում ինչպես է մարդը սովորում է մի քանի տարի եւ հետո արդեն անցնում է կիրառությանը։ Шпенер говорил, что нельзя эти вещи разделять, нужно, чтобы было сразу. Եվ Շպեները ասում էր, որ այս երկուսը պետք չի իրարից անջատել, պետք է միանգամից դա գա։ Если вы познали истину, сразу ее применяйте. Եվ որ եթե դուք ճանաչել եք ճշմարտությունը, պետք է որ միանգամից դա կիրառեք։ Да, четвертое, обсуждение доктрин должно происходить в смирении и с любовью. Եվ չորրորդը այն որ աստվածաբանության այդ վարդապետական հարցերը քննարկելիս պետք է լինել սիրով եւ պետք է լինել խոնար։ Да. Есть такая фраза, что дух полемики важнее, чем сама полемика. Եվ կա այսպիսի մի արտահայտություն, այդ պոլեմիկայի ոգին ավելի կարևոր է, քան հենց ինքը պոլեմիկան։ То есть как мы спорим, как мы обсуждаем веру, это так же важно, как и тот субъект, который мы обсуждаем. Այսինքն այն թե ինչ կերպով ենք մենք բանավիճում, նույնքան կարևոր է նրա հետ հավասար է, այսինքն թե մենք ինչ ենք բանավիճում։ Да. Пастыря должны быть не менее благочестивыми, чем они образованы. Եվ որ հովիվները չպետք է լինեն ավելի քիչ բարեպաշտ, քան իրենք կրթված են։ Իսկ ինչքան որ կրթված են, այդքան էլ պետք է բարեպաշտ լինեն։ И проповеди должны помогать обычным людям расти в вере. Եվ քարոզները պետք է օգնեն սովորական մարդկանց, որ իրենք աճեն իրենց հավատքով։ Да. То есть это вопрос применения. Իսկ սա կիրառական հարց է։ Применение проповеди конкретного и сразу, то есть на той неделе применения проповеди.
проповеди конкретного и моментального. То есть в тот же момент, когда проповедь произносится, применение должно быть названо сразу. Այսինքն շեշտը դրում է նրա վրա, որ մարդը հենց քարոզը լսեց, անցնի կիրառության անմիջապես։ Да. То есть он заметил, что проповедники проповедуют абстрактно. Եվ այսինքն նա նկատեց, որ քարոզիչները վերացական են քարոզում։ Что они объясняют духовные истины, которые очень высокие, очень оторванные от уровня людей, на котором они живут. Եվ որ քարոզիչները բարձր աստվածաբանական ճշմարտություններ, հոգևոր ճշմարտություններ են քարոզում, որոնք որ կտրված են իրականությունից։ Да. И что церковь это делает очень слабой. Եվ որ դա այդ հանգամանքը եկեղեցին դարձնում է շատ թույլ։ Хорошо. Есть какие-то вопросы по Pie Desideria, по богословию Шпенера? Կան ինչ որ հարցեր Շպեների աստվածաբանության հետ կապված։ Да. То есть здесь рождается то, что мы сегодня называем библейский разбор. Բայց ես այ ջան խնդրեմ Այո, լսում եմ։ այս ֆայլերը ես ոնց որ չեմ հասցնում էլի բոլորը ունենամ որ chat-ում դնում է դասախոսը հնարավոր է ինչ որ մեյլ այ ֆայլը ուղարկելու է բոլորը մի ֆայլով։ Հա, իսկ որտեղ է ուղարկելու։ Ձեր chat-ում։ Эти все файлы вы в отдельном, в одном файле отправите в группу, да, в конце? Да, да. Դուք ինչ-որ խումբ ունեք, չէ՞, երբայ։ Հա։ Ձեր խմբում կուղարկի շաբաթվա վերջը։ Այսինքն երևի թե այսօր ապավաղ է։ Այդ խմբում։ Հա։ Ես բանը գործի եմ լինում, տենց առավոտը 3-ը մինչև լինում է, դրա համար չեմ կարողանում հասցնեմ էլի մեկ-մեկ միանամ, որ հետո նայեմ։ Брат Хосров просто утром работает, ну, по утрам работает. И поэтому не может присоединиться чаще. Да. Ну, мы рады, когда вы можете присоединиться. Բայց մենք ուրախ ենք այն ժամանակ, երբ տեսնում ենք, որ դուք կարողացաք միանալ։ Яков Шпенер образует такие группы, которые называются коллегия Pietatis. Շպեները նաև այնպիսի մի կազմավորում է հիմնում, որ կոչվում է Collegia Pietatis. То есть колледж святости. Այսինքն սրբության колледж. Или по-латински школа благочестия. Կամ լատիներենով բարեպաշտության. И сначала Шпенер эти встречи проводит только со студентами. Եվ այդ հանդիպումները անցկացվում են միայն ուսանողների հետ. И вскоре студенты оказываются меньшинством в этом движении, то есть гораздо больше приходит людей-мирян. Եվ կաշրջանում այդպես էր, բայց շուտով այդ շարժման մեջ արդեն ավելի քչանում են ուսանողները եւ ավելի շատ սկսում են աշխարհիկ մարդիկ հաճախել. И люди оказались очень голодные на такое общение. Եվ բարձրաց որ մարդիկ շատ ծարավ են այդպիսի շփումներին. Людям очень нравилось читать Библию и обсуждать ее вместе. Մարդկանց շատ էր դուր գալիս Աստվածաշունչ կարդալ եւ քննարկել դրանք միասին. Да. Но там помимо чтения Писания еще были проповеди, молитвы, песни и святое общение. Այնտեղ կային նաեւ Աստվածաշունչի ուսումնասիրություն, ընթերցանություն, քարոզ, քննարկում. Да. И на этих группах поощряли духовную работу над собой и совместную поддержку благочестия и благотворительности. Այստեղ քաջալերվում էր հոգևոր աշխատանքը, հոգևոր աշխատանքը անձի վրա եւ
որպեսզի մարդը բարեպաշտության մեջ աճի։ Да, то есть мы сегодня это знаем, эту систему очень хорошо знаем, как изучение Библии, домашняя группа. Եվ մենք այս համակարգը այսօր մեզ հայտնի է այդ տնային փոքր խմբերի տեսքով։ То есть ни Лютер, ни Кальвин как бы до этого не дошли. Այսինքն ոչ Լյութերը, ոչ Կալվինը իջև այս կետը չէին եկել հասել։ Да, их модель церковного воспитания это на территории церкви. Այսինքն իրենց եկեղեցական խնամակալության այդ մոդելը միայն եկեղեցաշենքի տարածքում էր։ То есть их ожидание, что вы приходите в помещение церковное, и в помещении церковном вы растете. Այսինքն նրանց մոդելը հետևյալն էր, որ դու գալիս էիր եկեղեցաշենք եւ այնտեղ մասնակցելով դու աճում էիր։ Шпенер перевозит церковь обратно домой. Իսկ շպեները եկեղեցին տանում է հետ դեպի տուն։ То есть центр служения, центр духовного роста не в здании церковном. Այսինքն հոգևոր աճի կենտրոնը դա եկեղեցի Он на малых группах. այլ փոքր խմբերում է։ И вот это время на малой группе, оно даже важнее и более продуктивное, чем время на общем собрании. Եվ նա ասում էր, որ այս փոքր խմբերի անցկացրած ժամանակը եւ տված ազդեցությունը ավելի կարեւոր է, քան եկեղեցում անցկացրած ժամանակը։ Да, то есть это очень классная инновация, которая просто захватила весь мир. Այսինքն դա շատ լավ նորարարություն էր, որը միանգամից վերցեց ամբողջ աշխարհը։ Очень многие другие движения просто начинались с того, что они повторяли за Шпенером. Այսինքն իրենից հետո, շպեներից հետո շատ շարժումներ ուղղակի կրկնեցին այս մոդելը։ Движение методистов в Англии один в один то же самое. Մեթոդիստների շարժումն էլ Անգլիայում մեկին մեկ նույնն է։ То есть они просто на английском языке полностью повторяют за Шпенером. Այսինքն իրենք ուղղակի անգլերեն լեզվով կրկնում են շպեների հետևից։ Да, потом появится движение штундистов. Հետո առաջ կգարտեն շտունգիստների շարժումը։ Да, то есть что такое штундисты? Это штунда означает час по-немецки. Գերմաներեն նշանակում է այն ժամ։ То есть час чтения Библии. Այսինքն ժամ Աստվածաշնչի ընթերցանության, հա։ То есть это такое понятие, что человек, чтобы ему духовно расти, он должен каждый день хотя бы 1 час заниматься духовными упражнениями. Սա մի գաղափար էր այն մասին, որ եթե մարդը ուզում է հոգեորապես աճի, նա գոնե օրական 1 ժամ պետք է Աստվածաշունչ կարդա։ Да, каждый день. Ամեն օր։ Значит, 1 раз в неделю можно собираться с другими, не только своей семьей, но еще собираться с другими семьями и обсуждать это вместе. Շաբաթը մենք էլ կարելի է ոչ միայն ձեր ընտանիքով, այլ նաև մյուս ընտանիքների հետ հավաքվել մեկտեղ եւ քննարկել միասին։ Штудисты уже попадут в Украину, в Россию, в Армению, в Казахстан, в Среднюю Азию. Այս կողմն էլ արդեն կհասնի Միջին Ասիա, Ուկրաինա, Հայաստան եւ այլն։ Да, то есть на самом деле это движение, оно больше гораздо имеет с Яковом Шпенером, чем оно имеет с Лютером. Եվ արդեն այս շարժում ավելի շատ ընդհանրություն ունի Շպեների հետ, քան Լյութերի հետ։ И наши братья и сестры баптисты, анабаптисты, это больше внуки Шпенера, чем они внуки Лютера. Այսինքն մեր եղբայրները, քույրերը, մկրտականները, վերամկրտականները ավելի շատ թորներն են Շպեների, քան Լյութերի։ Хорошо, мы продолжим после перемены. Есть какие-то вопросы по изучению Библии в таком формате коллегии Pietatis? Մենք ընդմիջումից հետո կշարունակենք, կան հարցեր։ Хорошо, спасибо, братья, за ваше внимание. Продолжим тогда через час. Ես այջան մի հարց կա, քանի որ այսօր տներից ենք միացել, մի հատ եղբայրներն էլ կարող են արձագանքել, կարող ենք օրինակ, գիտեմ, ընդմիջումը ավելի քիչ անել, եթե հարմար կտեսնեն։
Ես ուզում ասեմ խմբում դու ասա մենք հեսա գրենք, եթե եղբորն էլ հարմար լինի, ավելի շուտ միանանք, եթե չէ մեր ժամին։ Ինչքան շուտ կարճանենք։ Ասենք 30 րոպե ենթադրենք, հետո նորից միանանք։ Բայց այդքանը մի քիչ կլինի էլի բանը Всё, դե ուրեմն ոչինչ էլ մի ասա հաջող։ Հա, всё։ Հա, եղավ Դավիթ։ Всё, նույն ժամերին։ Тогда Հա